Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ձերբակալվել են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարփինյանը, նրա եղբայրն ու եւս 2 հոգի։ Հարուցվել է հանրային քրեական հետապնդում, այն է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը։ Տաթև համայնքի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը ու եւս 1 անձ 2 ամսով կալանավորվել են, հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Մինասյանի ձերբակալությունը կապված է հունիսի 17-ին Սյունիքի մարզի Տաթև գյուղում տեղի ունեցած միջադեպի հետ, որի շրջանակում նախաձեռնել է քրեական վարույթ։ Դրա հետևանքով 34-ամյակին է մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, ժամեր անց բժշկական կենտրոն է տեղափոխվել նաեւ նրա եղբայրը, որը այնքան է ծեծված եղել, որ դեմքը եղել է անճանաչելի, նաեւ մուրճով վնասել են երիտասարդի ոտքը։ Նրանց հայրը պնդել է, որ վնասվածքներ է պատճառել Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ոստիկանության 11 ծառայողի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու եւ հիշյալ առերևույթ հանցանքներին օժանդակելու դեպքեր։ Ոստիկանության 11 ծառայողի, այդ թվում ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պարտականությունները կատարած պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել։ Խափարման միջոցը բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։ Հունիսի 19-ին Գյումրիի հաղթանակի պողոտայում գործող Գյումրի հացատան դիմաց տեղի ունեցել վիճաբանություն, որի մասնակիցներից մեկն իր մոտ եղած հրազենով մի քանի կրակոց է արձակել եւ ըստ օպերատիվ տվյալների 1 հոգի վիրավորում է ստացել կրակոցից, 2 հոգի էլ ծեծկռտուքի հետևանքով։ Օպերատիվ տվյալներով պարզել են, որ նրանցից որևէ մեկը բուժհաստատություն չի տեղափոխվել, բուժումներ են ստանում տնային պայմաններում։ Ոստիկաններն էլ արդեն գիտեն մասնակիցների եւ կրակոցներ արձակողի ինքնությունը, ով Գյումրիում հայտնի քրեական պատմությունների մեջ բազմիցս ներգրավված է եղել։ Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ այս պահին չեն հրապարակվում։ Հունիսի 15-ին ոստիկանությունը նահազանգել Էրեբունի բժշկական կենտրոնից, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 22-ամյա մի երիտասարդ։ Ոստիկանության ներկայացուցիչները պարզել են, որ ժամը 20-ի սահմաններում մայրաքաղաքի 20 եւ 27 տարեկան 2 երիտասարդ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են, որի ընթացքում 20-ամյա երիտասարդը իր մոտ եղած դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել 27-ամյա համակարգացուն։ Հունիսի 10-ին տեղեկություն է ստացվել, որ Ծղոտներ հյուրանոցային համալիրում ինչ-որ տղամարդ հարձակվել է քաղաքացու վրա եւ փորձել է նրան սպանել։ Ոստիկանները պարզել են, որ հարձակման ենթարկվածը Ղազախստանի քաղաքացի 30-ամյա Սոֆյան Գասանովան է։ Պարզվել է նաեւ, որ նույն օրը ժամը 1:10-ի սահմաններում նշված հյուրանոցի սենյակներից մեկում վերջինիս ծանոթ Երևանի բնակիչ 29-ամյա Արմենը վիճաբանել է Գասանովայի հետ, որի ժամանակ ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, պատճառելով մարմնական վնասվածքներ։ Հունիսի 23-ին ոստիկանության Դավթաշենի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մելքումով 2 կոտորակ 2 հասցեում կայանված ավտոմեքենայում տղամարդու դիկա։ Պարզվել է, որ Սամանդ Մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, ով Երևանի բնակիչ 62-ամյա Յուրին է, հանկարծամահ է եղել։ Հունիսի 13-ին ոստիկանություն զանգած Մայրաքաղաքի Օգանովի փողոցի 42-ամյա բնակչուհին հայտնել է, որ գողացել են երեխայի շքամուտքում դրված հեծանիվը։ Պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը հունիսի 19-ին ձերբակալվել է։ Հունիսի 24-ին Կիա Մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի պողոտայում վրայերթի է ենթարկել կին հետիոտնի, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապ օգնություն։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին քաղաքացին գիտակցության չգալով մահացել է։ Հունիսի 23-ին Գեղամավան գյուղի երկրորդ փողոցում բախվել են 24-ամյա Դավիթի վարած Մերսեդես եւ 71-ամյա Ռուդիկի վարած VAZ-2107 Մակնիշի ավտոմեքենաները։ VAZ-2107-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Հունիսի 23-ին Երևանի Ջևան-Սևան ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Արթուրն իր վարած VAZ-2107 Մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջ մասում կայանված Գեղարքունիքի մարզի բնակիչ 57-ամյա Գագիկի կողմից շահագործվող Belarus S82 տրակտորին։ Վթարի հետևանքով տրակտորի վարորդը, ով այդ պահին տրակտորի հետնամասի հատվածում աշխատանքներ կատարելիս է եղել, եւ Արթուրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Հունիսի 19-ին քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 32-ամյա մի երիտասարդ տաննապոյնի պահում եւ օգտագործում է կանեփից պատրաստված թմրանյութ։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում զննություն կատարվեց նրա բնակության վայրում։ Տանտանիքում հայտնաբերվեց չորացված մանրացված զանգվածով ապակե 4 տարա։ Զանգվածների ընդհանուր քաշը կազմեց մոտ 2 կիլոգրամ 150 գրամ։ Բացի այս, տարածքի ետնամասում հայտնաբերվեց որսորդական հրացան։ Նա ձերբակալվել եւ ներկայացվել է քննչական բաժին, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։